Ընտրություններին կողմնորոշվել եք, արդեն ում եք ընտրելու ունեք նախ։ Այո, բայց չեմ ասի ումն եմ ընտրելու։ Բա ոնց չենք 50 տարեկան մարդ ենք, այս գյուղը ծնվել մեծացել ենք։ Բա ոնց չենք իմանում ում մոտ ընտրենք։ Չեք ասի։ Չէ, չեմ ասի, դա գաղտնիք է, ռազմական գաղտնիք է։ Արդեն կողմնորոշվել եք ում եք ընտրելու։ Չէ, հələ։ Քաղաքացիական պայմանագրի տեխնացուին Լյուդվիգ Գյուլնազարյանին ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Կարծիք ունեք իր մասին։ Նորմալ տղա է, ինչ ասեմ։ Սա էլ իրանք համար լավ են։ Սա ժողովրդի համար լավ են։ Ապրելու երկրի տեխնացուին ճանաչում եք։ Չէ, Վալոդինը չեմ ճանաչում։ Արդեն կողմնորոշվել ենք։ Չեք ասի։ Դե գաղտնիքը վիարկությունն է, գաղտնի է։ Կարող է համ ուրիշի արևանին ընտրեմ։ Իմ գյուղացուն պիտի ընտրեմ ումը։ Բարդ չի։ Ահա, բայց անուն չեմ տալու։ Լյուդվիգին ենք ընտրելու, շատ լավ ղեկավարել է, շատ լավ կառավարել է, շատ լավ գործեր արել համայնքի համար։ Չարթարացեցին։ Ովքեր։ Այդ որ ընտրել ենք չարթարացեցին։ ԿՊ-ի տեխնացուների մասին է խոսքը։ Ընդհանուր։ Չեք գնալու ընտրություն։ Չէ, չեմ գնալու։ Ոչ մի բան չեն անում։ Ժողովրդի համար ոչ մեկն է ոչ մի բան չի անում։ Անընդրությունն եկավ, խոստումները կա, ամեն ինչ կա, բայց Վալոդիային ենք ընտրում։ Բայց ասում եք Նիկոլի թիմը։ Չէ, Վալոդիային։ Մեր սիրած մարդն է։ Իրա բաբաները լավ հարկանքով մարդիկները լավ տղա։ Դե աշխատանքներով Մինասյան Դավիթն էլ Լյուդվիգ Գյուլնազարյանը Կապրելու երկիր կուսակցությունը նախորդ անգամ ամենաշատ ձայներն էր հավաքել Վալոդիա Գրիգորյանը, ինչ է կարծում, այս անգամ նորից նույն սցենարը կարող է կրկնվել ու կոալիցիա կազմեն, օրինակ ԿՊ-ն ու մյուս ուժը, որպեսզի չգիտեմ, հնարավոր է, որտեղ այդ կոալիցիան գալիս է հնուց։ Որտեղ այն էլ ասեմ, որ Սերժ Սարգսյան երբեք չէր անցել։ Կոալիցիայով նա անցավ նախագահ։ Բոլորս էլ լավ գիտենք։ հիմա էլ քաղաքացիական պայմանագիրն է այդպես անում։ Հիմա բոլորն էլ կոալիցիա են կազմում։ Ո՞նց շանսերն ըստ մեծ ըստ ձեզ։ Մեծ Լյուդվիգ Գյուլնազարյանի մեկ էլ Վալոդիա Գրիգորյանի շանսերն է մեծ։ Հիմա ձեզ թվում է կոալիցիա չեն կազմելու, էլի կազմելու են կոալիցիա։ Մի 4 հոգու մեջ մի հոգի ոնց կարա 50+1 ձայն հավաքի։ Բար չի որ չի լինի։ Կազմելու են, որ էլի քաղաքացիական պայմանագիր անցնի։ Ես չգիտեմ ով կանցնի, ով շատ ձայներ կունենա, նա էլ կանցնի։ Բայց ամեն դեպքում ստե կուսակցության հարցը չի, ստեղ մարդկության հարցն է, որ ասենք մենք ընտիր շատ լավ գիտենք, ճանաչում ենք Լյուդվիգ Գյուլնազարյանին, որ մարդը գործանում համայնքի համար։ Դա մեզ հետաքրքրում, թե մի քաղաքացիականն է, թե մի ապրելու երկիրը, թե մի մյուսը հայկայա, դա մեզ բոլորովին չի։ Անձով եք պայմանավորում։ Հա? Անձով եք պայմանավորում։ Հա, զուգը գլխին է հոդում։ Իրանք չեն թողել։ Ձայները ստալում ենք Վալոդիա Գրիգորյանին, չեն թողել ասնի։ Դες այսօր վերորն է։ Չեն թողել։ Քաղաքացիական պայմանագիրը չի թողնելու։ Չի թողել, հա։ Չի թողել։ Արտարություն չկա։ Յուղի մարդ է, երբ մի բան դիմում ենք, հարցը մենում ենք, այդ Վալոդիա Գրիգորյանն իրահերն է միշտ ընտառաջ երել են։ Օրինակ Վալոդիա Գրիգորյանը ես բանջուն մեսելու հիմա այդ եկ յուղը բարի pedagogan ասամբլ ունի։ Հովանավոր է, ինք առանց ընտրությունները հովանավորն է։ Երեխանցը շորով ամեն ինչով են ունի, օգտակար է եղել։ Իսկ Նիկոլի թիմը ինչ էր, այդ ասամբլի տեղն է չի դե։ Տեխնացուներից բայց մեծ մասը քրեական հոդվածների հետ գործ ունեն։ Սաղ էլ այդ քրեական հոդվածներով անցնում են, վարչապետը չունի քրեական, որ մեկը չի անցել։ Սաղ էլ անցել են, հիմա տենց է։ Չի խանգարում դա ձեզ։ Չէ, մեր գյուղի տղերքին խի պետք է խանգարի Քուրջան։ Էդի տես փորձանքների մեջ են ընկել մարդիկ, իշ քրեական։ Գյուլնազարյան Լյուդվիգն էլ վատ տղա չի, ասենք մարդիկ կան, որ ասեմ, դրել են տեխնացու, այս գեղացի ոչ էլ այս գեղամար մի կոպեկի բան չեն արել։ Դրել են գյուղապետ են ուզում դառան, հո դառնալով չի։ Իր այդ կապված քրեական պատմություն կա, իր ոտքին էին կրակել, այդ կրակոտ։ Ընկել է շարի մեջ մի այդ մարդը հո։ Իշ կապ ունի, շարի մեջ էր ընկել։ Էդի սարքել էին իր գլխին։ Այդ որ կրակոցը ոտքին էին կրակել։ Այ, էդի միամիտ կպել է Լյուդվիգին ոչ մի բան չկա։ Բայց ոնց որ այդ մի դեպքը չի։ Այդ մեկն է։
Գիտես, հիմա մեր ամբողջ իշխանական կազմը այդ տիպի է։ Այդ չեմ ուզում էլի շատ խորանամ։ Գոհ եք համայնքի ղեկավարներից ավելի։ Այո, սաղից էլ կա։ Բայց երկուսն էլ պաշտոնից հեռացան քրեական պատմություններից հետո։ Բայց արդարացին չէ երկուսին էլ։ Ում են մեղադրել։ Երկուսն էլ արդար ազատվել են, դուրս են եկել, արդարացել են դատարանում։ Բայց մի դեպքեր չի, անդադ իրանց անունները կապվում են քրեական նման պատմություն։ Քրեական տարերն էին դադեին, էլի չէին արդարացնի։ Դաշի Ստացնում դες այդ փաստ։ ոչ մի բան էլ չի անհանգստացնում, խի պետք է անհանգստացնի։ Անհանգստացնում որ քրեական պատմություններ կան իր հետ կապված։ Ինչ անհանգստացի, եթե այդ մարդը արդարացվել է, էդի նոր ասեցի, չէ, դեղին պրեսան։ Էդի սաղ դրանց սարկածներն է։ Թե չէ ուրիշ բան չկա։ Հիմի մարդը կնգան ծեծելա, ասում են գյուղապետն է մեղավոր։ Գյուղապետի ավտոին եկել են կողքից խփել են, ասում են այդ ոնց էլ հենց քո ավտոին խփին, որ օրը 1 միլիոնատ ավտո են ջարդում։ Հիմի էդի ում հետ չի լինում։ Բոլորը էլ ստացվում է, չէ։ Դե հիմա այդ մարդից բողոքելու բան չունենք։ Գյուղի ճանապարհների 90%-ը վերականգնել են, ճանապարհ չկար։ Ջրի հարցը լուծվել է, կանալիզացիայի հարցը շատ վատ է, բայց ընթացքի մեջ է լուծվելու է։ Բայց բնակիչներից նշում են, որ ջրի խնդիր կա այստեղ։ Չէ, ջրի խնդիր չկա, այ մարդ։ Ջրի խնդիր չկա։ Ջրի որակի խնդիր։ Որակի խնդիր կա։ Որակի, որ սա քալորա ջրի մեջ։ ԿՊ-ի երկրորդ համարը Կարապետ Արթենյան մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշարման համար, նույն քաղաքացիական պայմանագրի երկրորդ համարն է։ Ես չեմ ճանաչում։ Իրոք չեմ ճանաչում։ Որ ճանաչեմ կասեմ։ Ինչի մեջ են մեղադրում։ Պաշտոնական լիազորությունների չարաշարման։ Այ մարդ, ստե ինչ պաշտոն կա, որ մի հատ էլ լիազորությունների չարաշահում։ Ասում եմ Նիկոլ Փաշինյանը չի դատվել, 5 տարի նստել է։ Հա, հիմա երկիր է, չէ՞ ղեկավարում։ Բայց մի հատ փոքր գյուղն ինչ է որ չղեկավարում։ Միշտ կապ ունի կուսակցությունը, մարդը մարտելն է։ Կուսակցություն Լենինից բռնած սովետի վաղտով սաղել դատվել նստել են։ Բա ինչի մասին է։ Իսկ ապրելու երկրի տեխնատորից ինչ կասեք։ Ինչ պետք է ասենք։ Նախորդ անգամ ինքն էր ամենաշատ ձայները հավաքել։ Ճիշտ է, ձայները հավաքել էր։ Հիմա ինչ ասեմ, այս անգամ էլ տենանք ով կհավաքի, արդար ընտրություններ այթալու, արդար։ Կհավաքի ուրեմն ինքը կդառնա համայնքապետ։ Մերձավանում է սպանություն տեղի ունեցավ վերջերս, էլի ասում են քաղաքական հողի վրա է։ Չի մանում աղջիկ ջան, քաղաքական հողի վրա չեն թողել։ Նիկոլի թիմը չի թողել, արդար ընտրությունը չի թողել։ Սկզբից ես էլի այս եթե այս զայնագրությունս հասնի տելևիզորի տես հանեց բանը Ավինյանը Տոմսեր թանգծրավ ում խփեց բանվոր դասակարգին խփեց իրա կուսակցականները դեպուտատները դոստղեկա դոնց բարեգմները որն են նստում մարշրուտկա երթում ոչ մեկն չեն երթում սա բանվորի դին եթե չեղնի երդի ամեն գազիտեր են երդում սաղին գազիտեր են նում այդ 100 դրամները բարեխիղճտարեն մուզեն էդի ասման վիզ հերիք երդի բանի բուջեն լցելու մար 150 դրամ սարքին մարտը 150 դրամ չկրում վճարը 15000 տուգան ենք մարտը 150 դրամ չկրում տա Մերձավանի այդ սպանության հետ կապված ասում են որ քաղաքական հողի վրա է։ Այդ ես էլ եմ լսել եմ այդ տեսակ բան, բայց չեմ խորացել։ Դե հիմա նայում են ոստիկանները գնում են գալիս են, դա արդեն իրանց հետաքննության գործերն է, թե ոնց կքննեն, ինչ կանեն, ով է մեղավոր։ Լսել եմ որ մի քանի հոգու էլ ձերբակալել են։ Մի քիչ էս մեր գյուղին նայեն, ուրիշ բան մեզի պետք չի ասում փառք։ Աշխատում ենք, ապրում ենք։ Ինչ եք ակնկալում, ջրի խնդիր լուծեն, չգիտեմ։ Մենք այն ամենավերևի թան ենք ապրում, Վազգեն Սարգսյան։ Սարքում են։ Էս կարելի ասել էս 50 տարյան դե անապատեր, բայց հիմա սարքում են։ Տենանք մի հատ ասֆալտ են անաբան են, անում է ջուրմուրը պետք է քաշեն։ Տենանք էլի սպասում ենք։ Ջրերն է ստախ տարուբեկը տարակած է 50-60 տարվա ջրի տարուբեկա գցած։ Օրը մի բան ջարդվում է, սարքում ենք, ինչ անենք, բա չանենք։ Հույս ունեք որ այս ընտրությունները ինչ-որ բան կփոխեն ձեր համայնքում։ Ասում են լավ բան կլինի, ես հուսով ապրում ենք էլի։